Բարև ձեզ, մեզ ոչինչ չի փրկելու, քանի դեռ չենք հասկանում, որ պետք է փոխենք ջրի նկատմամբ վերաբերմունքը։ Հայաստանի վարչապետի այս խոստովանությունը հնչել է նույն օրը, երբ նրա գլխավորությամբ քննարկվել է նաև բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ հարցը։ Եթե անգամ այս խոստովանությունը պարզ համընկնում է, ապա սրանից ճիշտ հուշում, թե ուր պետք է ուղղել բռնագանձվածը դժվար թե լինի, որովհետև Հայաստանը ջրի երկիր է, ջրի աղետալի կորստով, եւ միայն խոստովանությունն այդ մասին, այո, փրկություն չի կարող լինել։ Մանավանդ հաջորդ պատերազմն այս ռեգիոնում հենց ջրի համար կլինի։ Ջրազուրկ Թերանը հենց այդ պատճառով կդադարի Իրանի մայրաքաղաք լինել։ Բաքվում ջրի խնդիրն արդեն օրհասական է, հիմա տիղմաջուր են զտում կոլապսը ծածկելու համար։ Հայաստանում տարեկան ձևավորվում է 5-ից 7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս, որի շուրջ 60%-ը մեր երկրով գնում է օտարին, գնում է անխոչնդոտ, մեզ համար օգտակար գործողության զերո ցուցիչով։ Իսկ աղետը գիտեք որն է։ Մենք ակունքի անարատ ջուրը տալիս ենք օտարին, ձկնաբուծարաններում ամայացնում Արարատյան արտեզյան ջրավազանը, որին ներկայիս խողագահությամբ մնացել է մոտ 30 տարվա կյանք։ Որևէ կառույց հաշվել է, Սևանին ինչ է սպառնում Արարատյանը կորցնելուց հետո։ Ադրբեջանը նավթի երկիր է, կասեք նավթի կորուստն ինչքան է այդ երկրում։ Եթե Հայաստանում նույնը չլինի ջրի նկատմամբ, մոռացեք ինքնաբավ երկիր լինելու մասին։ Հիմա Ադրբեջանի մեզ նավթամթերք վաճառելու ժամանակն է, վաղը մեր Ադրբեջանին ջուր վաճառելու ժամանակն է գալու, այնպես որ եթե ուրիշ կոնցեպտ գիտեք Բաքվին բռի մեջ պահելու համար, շարունակեք ջրային այս անարխիան։ Հաջողություն։